Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30 աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ Փաշինյանն այսօր կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ հոկտեմբերի 30-ին Ելիսեյական պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հանդիպել էին նաև այս ամսվա սկզբին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք քննարկել էին տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունները և TRIPS նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է և դատավճիռներն կախված են մի անձի կամքից։ Այսօր հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների զրույցում ասել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը։ Երեկ երեկոյան Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվեց, սակայն հայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ։ Բացի այդ, հոդվածով նախատեսված աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներում ընչացնի պատժամիջոցի վրա, ասել է Սարգսյանը։ Դատարանը օրերս Դավիթ Համբարձումյանի մեղավոր է ճանաչել 2018 թվականի հեղափոխության օրերի ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ժամը 8:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Maqnishի ավտոմեքենան և Lada Maqnishի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով քննչական վարչությունը նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղից էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։ Բախման հետևանքով Լադան, որը բարձված է եղել հացով, կողաշրջվել է։